Ամերիկացին հիացավ մեքսիկացի ձկնորսի ձկների որակով ու հարցրեց, թե ինչքան ժամանակ է պահանջվել դրանք որսալու համար։ Մեքսիկացին պատասխանեց իրականում շատ քիչ, ու ամերիկացին հարցրեց, բայց չի ավելի երկար չես մնում ու ավելի շատ ձուկ չես բռնում։ Մեքսիկացին ասաց, այսքանը ինձ բավական է ընտանիքիս կարիքները հոգալու համար, իսկ մնացած ժամանակդ ինչ ես անում։ Ու մեքսիկացին պատասխանեց. Ուշ եմ արթնանում, մի քիչ ձուկ եմ բռնում, խաղում եմ երեխաներիս հետ, հանգստանում եմ կնոջս հետ, իսկ ամեն երեկո զբոսնում եմ գյուղով, ընկերներիս հետ գինի խմում ու կիթառ նվագում։ Ես լիարժեք ու զբաղված կյանք ունեմ։ Ամերիկացին ծիծաղեց. Ես Հարվարդն եմ ավարտել ու կօգնեմ քեզ։ Դու պետք է ավելի շատ ժամանակ ծախսես ձուկ որսալու վրա, իսկ հավաքածուդ գումարով ավելի մեծ նավ գնիր։ Մեծ նավի եկամուտով կարող ես մի քանի նավ գնել, հետո մի հսկայական ձկնորսական նավատորմ կունենաս։ Էլ ձուկը միջնորդին չես վաճառի, կտանես միանգամից վերամշակողին, հետո արդեն դու կարող ես քո գործարանը բացել։ Դու կվերահսկես արտադրանքը, վերամշակումը ու բաշխումը։ Իհարկե դրա համար ստիպված կլինես լքել այս ծովափնյա գյուղը, սկզբից կտեղափոխվես Մեխիկո, հետո Լոս Անջելես, իսկ հետո արդեն կգնաս Նյու Յորք քո հսկայական բիզնեսը ղեկավարելու համար։ Մեքսիկացին հարցրեց, իսկ այդ ամենը ինձնից ինչքան ժամանակ կպահանջի։ Մոտ 15-ից 20 տարի։ Բա հետո ամերիկացին ժպտաց. հենց այդ է ամենալավ ժամանակը։ Երբ ճիշտ ժամանակը գա, ընկերությունդ կհանես բորսա, բաժնետոմսերդ կվաճառես ու շատ փող կաշխատես, միլիոններ կունենաս։ Միլիոններ, իսկ հետո թոշակի կանցնես, կտեղափոխվես մի փոքրիկ ծովափնյա գյուղ, ուշ կարթնանաս, կխաղաս երեխաներիդ հետ, կհանգստանաս կնոջդ հետ, իսկ երեկոյան կզբոսնես գյուղով, գինի կխմես ընկերներիդ հետ ու կիթառ կնվագես։ Կյանքը շատ հաճախ ավելի պարզ է, քան մենք ենք այդ դարձնում։